Միկա մարզահամալիրում թեժ պայքար է, 16 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում Եվրոպայի, Ասիայի ու նաև աշխարհի չեմպիոններ, 13 քաշային կարգում պայքարում են բռնցքամարտի Երևանյան միջազգային մրցաշարում։ Հայաստանի հավաքականը մեծաքանակ թիմով է։ Մարզիչը նշում է, որ սա լավ հնարավորություն է նաև երկրորդ եւ երրորդ համարների համար։ Տեղեկին հնարավորություն տվեցինք մեր Հայաստանի մրցանակագիրներին, որ մասնակցեն փորձ ձեռք բերելու համար, իսկ մեր առաջի երկրորդ համար տեղաները լավ փորձ կեղնի, նախապատրաստական փուլ կեղնի իրանց համար աշխարհի չեմպիոնատից առաջ, աշխարհի առաջնությունից առաջ։ Գնահատում եմ տեղաների ելույթները լավ, հələ մրցումային երկրորդ օրն է, ճիշտ է, տարվողներ էլ ունենք, բայց տեղաները մենամարտում են իրենց հնարավորությունների չափով։ Մրցումային երկրորդ օրը լավ տպավորություն թողեց Հայկ Ալարբեկյանը, նա մրցակցին հաղթեց մեծ առավելությամբ։ Մրցակցից գիտեի, երդ մարցվել ենք, ճանաչելու առումով կասեմ, որ գիտեի դրա համար այդպիսի հեշտ մենամարտ անցկացրեցի, կարևորը անվնաս էր։ Ռուբեն Գարբոյանը նույնպես ռինգը լքեց հաղթանակած, նա պարտության մատնեց Իսրայելի ներկայացուցիչ Ֆարիդ Ռեշիին։ Շանսերը մեծ էին, կարող է ավելի լավ մենամարտել, չստացվեց առաջի մենամարտն էր, նորմալ է, 10-ից ավելի լավ մենամարտեր կանենք։ Լարված էր Հայաստանի չեմպիոն 57 կիլոգրամ քաշային Ժիրայր Սարգսյանի եւ Ղազախստանի ներկայացուցիչ Ջանիբեկ Շերբաևի մենամարտը։ Գրագետ աշխատանքի շնորհիվ հայ բռնցքամարտիկը հաղթանակի նժարը թեքեց իր կողմը։ The winner of this bout by split decision, boxer of the red corner, Ժիրայր Սարգսյան, Armenia. Արժանի հակառակորդ էր, փորձեցի ամեն բան, ստացվեց, կարողացա հաղթել։ Գոհը անցկացրեց մենամարտից, քանի որ ավելին կարայի անեի, ուղղակի վնասվածք ունեմ մի փոքր, բայց մյուս մենամարտին կփորձեմ ավելի անել, ավելի լավ ինձ դրսևորել ռինգում։ Ապրիլի 17-ին կկայանան քառորդ եզրափակիչները, իսկ եզրափակիչները ապրիլի 19-ին են, ժամը 15-ից սկսած։ Արամ Մանուկյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։